Մեր բազմաթիվ հանդիպումներում քաղաքացիների հնչող ամենաշատ հարցը կենսաթոշակների բարձրացմանն է վերաբերում։ Ցանկանայի, որ դրան ավելացնել նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը եւ կառավարությանը դիմել բարձրաբանելու համար, թե երբ ենք նախատեսում քայլեր ձեռնարկել կամ հաշվարկներ անել նվազագույն աշխատավարձ եւ կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բագրատյան։ Վերջերս կառավարության նիստում կամ խորհրդակցության ժամանակ, չգիտեմ, չեմ հիշում որտեղ եմ ասել, ես այդ թեմային անդրադարձել եմ եւ խոսել եմ այն մասին, որ կարծում եմ, որ կենսաթոշակներից անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը լավ համակարգ է, աշխատող համակարգ է եւ մենք հետագայում պետք է զարգացնենք այդ համակարգը եւ ես կարծում եմ, որ մեր մոտ մենք պետք է հասկանանք մի շատ բարձ իրողություն։ Մենք ունենք բյուջե։ Տեսեք, հասկանում եք, ընդհանրապես կառավարությունը ոնց է փող գեներացնում, որ վերաբաշխի։ Դրանք վճարված հարկերի ձևով են տեղի ունենում։ Հիմա ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք տարբեր սոցիալական ծրագրերի ուղղությամբ ծախսերը ավելացնելու մասին, մենք պետք է խոսենք եկամուտները նույնպես ավելացնելու մասին։ Որտեվ տեսեք, գնում ենք ստվերի դեմ պայքարում ենք, հիշում եք էլի դուք եք նույն հարցը տվել։ Ասել եք դե մարդը ոսկին չի կարող փաստաթղթավորի։ Այդ ոսկին, որ չի կարող փաստաթղթավորի, այդ նշանակում է մենք էլ թոշակը չենք կարող ավելացնենք, պարոն Բագրատյան։ Ոսկին պետք է փաստաթղթավորի, որ թոշակը ավելացնենք։ Առևտուրը, ասում ենք, դե չի կարողանում, բերեցի ցույց տվեցի, որ մեր առևտուր անող ձեռնարկությունների, որ 65%-ը իրանք տնտեսագիտական ոչ մի հաշվարկով իրանք չպետք է գոյություն ունենան։ Իրանք ասում են, բա մենք ոնց չենք կարող փաստաթղթավորենք եւ այլն եւ այլն։ Իրանք չեն կարող փաստաթղթավորել, մենք չենք կարող թոշակը ավելացնենք։ Մարդը ասում է, վայ մոռացա ՀԴՄ խփեմ։ Ինքը մոռացավ ՀԴՄ խփեմ, մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարող թոշակը ավելացնենք, որտեղ պետք է ասենք, որ ծախսը կրճատենք։ Ուսուցիչների աշխատավարձը ավելացնում ենք։ Ատեստավորմամբ ենք ավելացնում, ու ճիշտ ենք անում, որ ատեստավորմամբ ենք ավելացնում։ Այդ պատմություն զինվորականներին ավելացնում ենք։ Այդ խոսակցությունը մի անգամ ամբիոնից ասեցի, որ ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օթերն է փակենք, ձախ ձեռներն է կտրենք, ինչքան պետական պաշտոնյա կա, ասենք դրանից իրադրությունը չի փոխվի։ Ամբողջ պետական համակարգը, եթե աշխատավարձ չստանա, ամբողջ պետական համակարգը, պատկերացրիք, չէ, ով որ պաշտոնյա է կոչվում, միջին բանից կրծեր մարզնագետից սկսած, եթե մենք ոչ մեկին աշխատավարձ չտանք, ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, բանն էլ հոսանք էլ չմիացնենք իր կաբինետում, պատուհաններ չունենան այդ շենքերը, աթոռն է տակից անենք։ Մենք կարանք մարդկանց թոշակը բարձրացնենք ամիսը 9000 դրամով, ամիսը կարա թվա թե շատ լավ եկեք անենք, բայց այդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա ուղղակի, որովհետև այդ պաշտոնյաներն են, որ ապահովում են փողի լավ թե վատ հավաքումը պետական բյուջե եւ այդ փողի բաշխումը 500,000 մարդու մեջ, որը մեկը պատկերացնում է, սա ինձ աշխատանք է, փող հավաքել եւ բաշխել 500,000 մարդու մեջ։ Ընդ որում դժբախտաբար Աստված բոլորին երկար կյանք տա։ Ամեն ամիս այդ թոշակառուների ցանկում տեղի են ունենում փոփոխություններ, մարդիկ ցավոք սրտի մահանում են։ Նոր մարդիկ են հայտնվում թոշակառուների ցանկում, իրանց պետքա թոշակավորել, եթե պաշտոնյան են, որ ձեռը կտրել են, կաթոռն են, տակից անել են, չլինի, այդ մարդը չի կարող թոշակառու մնալ, մահացած մարդը չի կարող ցուցակից
դուրս գալ եւ կշարունակի այդ թոշակը ինչ որտեղ գնալ, կառաջանա չարաշահում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ։ Այդ եմ ասում, նոր մարդը չի կարող թոշակավորվել։ Հետևաբար եւ ընդհանրապես սոցիալական հարցերում շատ կարեւոր մի հարց կա, մենք պետքա մեր երկրի մոդելը հասկանանք, մենք ինչ մոդել ենք ուզում։ Իմ կարծիքով մոդելը հետևյալն է, որ մենք պետքա աշխատենք արդյունավետ, վաստակենք շատ, որպեսզի շատ ծախսելու հնարավորություն ունենանք։ Դրա համար կառավարությունը թիվ 1, թիվ 2, թիվ 3-ը, որ պետք է անի, ինչն է իմ ընկալմամբ, պետք է մանկապարտեզ կառուցի, դպրոց կառուցի, բուհ ստեղծի, որպեսզի մարդը մանկապարտեզով, դպրոցով, բուհով անցնելու քոլեջներ ստեղծի, այդ ամեն ինչի արդյունքում ոչ թե մտածի, որ ինքը չի կարող ապրի, այլ ինքը աշխատի, ստեղծի, պետությանը հարկեր վճարի, ինքը իրան աջ գրպանից հանի, ձախ գրպան դնի, որպես այդ բոլոր հարցերը կարողանանք լուծենք։ Այստեղ է մոդելը, եւ սա շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, որովհետեւ էլի մենք հազար ներողություն, այդ բանը մենք պետք է մի բան հասկանանք։ Մարդը չունի հաց։ Ինչ անենք մենք։ Մարդուն տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնացինք տենանք ինչ է այդ մարդու վիճակը։ Ինչ է այդ մարդու վիճակը։ Մարդը էլի չունի հաց։ Ինչ անենք բա, էլի տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։ Հաջորդ օրը գնանք տենանք ինչ է իրավիճակը։ Իսկ իրավիճակը նույնն է, էլի չունի հաց։ Ու մենք մեզ դրել ենք այդ ցիկլի մեջ եւ չենք կարողանում այս ցիկլից դուրս գանք։ Եվ պետք է Հայաստանում կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն, հանրություն, որ ասի ժողովուրդ հերիք է, եկեք մի հատ կանգնենք։ Եկեք մի հատ կանգնենք, հասկանանք ինչ տիպի երկիր ենք մենք ունենում, ուզում ունենալ։ Այդ որ ասում ենք ապագա կառուցենք, ոնց կառուցենք այս, հələ հասկանանք այսօրը, ես պատասխանատու ասում եմ, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, ով կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա իր կրթության որևէ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Իր կրթության որևէ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Բացառված է, չկա այն բաները, մյուս օբյեկտիվ պատճառները կարա մարդը առողջական խնդիրների բախված լինի, աստվածչանի վթարի ենթարկված լինի, որը իր բան, բայց մնացած են դեպքը կախված է նրանից։ Այս ուղերձը շատ կարևոր է։ Մարդկանց դուր չի գալիս եւ դուր չի գալու սա հակադարձվելու է հայհոյանքով, բայց մենք պետք է ասենք այս ով չի կարողանում այսօր Հայաստանի Հանրապետությունում, ով չի կարողանում վաստակի, շատ թեքիտ չեմ ասում բաներ լինի, միլիոնատեր լինի, բայց ով չի կարողանում իր նվազագույն կենսամակարդակը ապահովի, պետք է հետ գնա եւ տեսնի իր կրթության, որ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Ուրիշ տեղ չի առաջացել։ Դա առաջացել է դպրոցում։ Ես դրա համար եմ, որ այսօր գնում եմ դպրոցի բացման, ես մի ուղերձ եմ տալիս, ասում եմ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել։ Եվ դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում։ Արձագանք համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում։ Աստարապես տեսեք, մենք եթե 10%-ով ցանկանանք թոշակները բարձրացնել, դա կկազմի մոտարապես 24 միլիարդ դրամ տարեկան։ Հիմա տեսեք, մենք այսինքն 4000 դրամի մասին է խոսքը, եթե բարձրացնենք, կկազմի 24 միլիարդ դրամ։ Հիմա տեսեք, մենք օրինակ մի փոփոխությամբ օրենսդրական 13 միլիարդ կարողացանք լրացուցիչ հարկեր գեներացնել խաղային բիզնեսից։ Այսինքն մենք 5%-ի խնդիրը լուծեցինք ճիշտ հարկման ճանապարհով, արդյունավետ հարկման ճանապարհով։ Եվ կան բազմաթիվ
նման հնարավորություններ։ Ես կողմ եմ ավելի շատ հարկերի բազան ընդլայնելուն։ Այն ինչ որ ասացի դուք ասացիք, որ այդ ճանապարհը մի քիչ վտանգավոր է, ռիսկային է։ Այո, մենք պետք է գնանք հարկերի բազան ընդլայնելու, այսինքն գործարաններ կառուցելու ճանապարհով, նոր արտադրատեղեր ստեղծելու հնարավորություն, որ ավելի շատ հարկեր գեներացվեն։ Մենք ավելի շատ հարկեր գեներացնելու շատ լուրջ հնարավորություններ ունենք, որ պետք է օգտվենք։ Այն նույն պարոն Սուքասյանի ասած հնարավորությունը, այն որ ես եմ ասում, այդ հանքավայրը որ դուք եք ասում ամուսարի շահագործումը, դրա շարունակականությունը, այսինքն հարկման բազային լայնումը կբերի հնարավորությունների։ Մենք ոչ թե պետք է եղած հնարավորությունների սահմաններում հարկերը բարձրացնենք դրանով կարծելով որ մենք հարցը կլուծենք։ Ոչ, հարկման բազան պետք է ընդլայնենք։ Շատ մարդ պետք է աշխատի, պարոն վարչապետ, որ շատ հարկեր գեներացնեն, որ թոշակները կարողանանք բարձրացնել։ Սա մասին է խոսքը։ Խնդրեմ այս ուղղությամբ մտածենք։ Համաձայն եմ, պարոն Բագրատյան, բայց տեսեք, երբ որ դուք ասում եք մենք գործարան կառուցենք, ես լարվում եմ։ Ինչի՞, որովհետև մենք կներեք, մենք այսօր հələ նոր ուզում ենք սովորենք մանկապարտեզ ու դպրոց կառուցենք։ Դուք ասում եք գործարան կառուցենք։ Էդ էլ է բան։ Իմիջայլոց, բա ինչի գործարան դպրոց ու մանկապարտեզ կառուցել, չգիտենք։ Էս էլ արդեն մի քիչ ուրիշ տրամաբանությամբ էլի հետ պետք է գնանք կամ դպրոց եւ բու։ Մենք ամեն ինչ պետք է ստեղից սկսի։ Ինքնախոստովանությունից, որ մենք խնդիրներ ունենք։ Մեր բոլոր խնդիրները կապված են կրթության հետ, մեր կրթության հետ։ Ընդ որում արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, արդյունաբերության, տնտեսության ամեն ինչը կապված է կրթության հետ։ Մենք կրթության կարիք ունենք։ Մենք ինչ խնդրեմ որ ունենք մի բանի պատճառով, որ մենք չգիտենք այդ խնդրի լուծումը։ Մենք խոսում ենք ամբիոններից խոսում ենք, բայց երբ որ գործիքները տան, ասեն շատ լավ խոսում ես, արի գնա լուծի, կպարզվի, որ դա այդքան էլ պարզ բան չի։